Հոկտեմբերի 3-ին Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակում մեծ շուքով նշվեց Աբովյան քաղաքի հիմնադրման 62-րդ տարեդարձը։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգային շքեղ ծրագիր աբովյանցիներին ուրախ եւ հիշարժան տոն պարգևելու նպատակով։ Միջոցառման մեկնարկը տրվեց ժամանցային ու պարային բարձր տրամադրություն փոխանցող ելույթներով։ Ողջ օրվա ընթացքում Աբովյան քաղաքին նվիրված տոնական ծրագիրը վարեց Ավետ Բարսեղյանը։ Այնպես է կանում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տարեց ու նոր քաղաքները լսեն ամենաբարի սրտով քաղաքի ողջույնը, բարի տարեդարձ Աբովյան! Այսօր այստեղ շնորհիվ բոլորիս ու շնորհիվ մեր ամենասիրելի համայնքապետի պարոն Բաբայանին եկեք ծափահարությունները ուղարկենք։ Ես ուզում եմ ծափահարել մի փաստի, որ Աբովյանում պարոն Բաբայանի համայնքապետ լինելու օրոք 5000 մարդով ավելացել է բնակչության թիվը։ Դուք հասկանում եք 5000 հոգի ավել դարձել է այս շքեղ ու լավ դրական քաղաքի բնակիչ։ Բրավո Աբովյան, բրավո արագ ռիթմերով, արագ քայլերով առաջ գնացող ու զարգացող մեր 62 տարեկան Աբովյան ջան։ Աբովյանցիների հետ քաղաքի տոնը նշում էին նաև արցախցի մեր հայրենակիցները, որոնց անունից հնչեց անակնկալ շնորհավորանք, ապա փոխանցվեց գնահատանքի խոսք ու պատվոգիր ուղղված համայնքի ղեկավարին։ Ես իմ եւ արցախցիների անունից շնորհավորում եմ Աբովյան քաղաքի տոնու, մեր աբովյանցիների մաղթում եմ հաջողություն Աբովյան քաղաքի բարգավաճում, իսկ Էդուարդ Բաբայանի առանձնահատուկ շնորհակալություն արցախցիների կողքի սատար կանգնելու Աբովյան քաղաքը զարգացնելու համար։ Համերգային տոնական ծրագիրը շարունակվեց հանրապետության հայտնի եւ սիրված արտիստների մասնակցությամբ։ Աբովյան այսօր քեֆի մեջ է։ Ողջ երեկոյի ընթացքում հրապարակը մարդաշատ էր, միասին ու բարձր տրամադրությամբ բնակիչները նշեցին քաղաքի 62-ամյակը, պարեցին, լուսանկարվեցին սոցիալական հարթակներում տարածելով երեկոյի ամենաուրախ ու հիշարժան պահերը։ Համերգային ծրագրի վերջում ելույթ ունեցավ In Project խումբը, որի կատարմամբ հնչեց Տունիմ Աբովյան օրհներգը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Միրզոյանը այս մասին գրառել է X-ի իր միկրոբլոգում։ Հարգելի Ժան-Նոել Բարո, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը եւ ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին, գրել է Միրզոյանը։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի տոնի կապակցությամբ, որում ասված է. Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ հոկտեմբերի 5-ի ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Բոլոր ժամանակներում ուսուցչի դերը ամենակարևորն է, որովհետև դուք եք կրթում սերունդներ եւ ազդեցություն թողնում նրանց աշխարհայացքի կերտման եւ զարգացման գործում։ Կրթության ոլորտի փոփոխությունների, նոր չափորոշիչների ներդրմանը զուգահեռ անփոփոխ է մնում ուսուցչի առաքելությունը։
Այն միշտ ամենագնահատելին է, պատվարժանն ու շնորհակալը։ Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես մեր մարզի ուսուցիչներին, մաղթելով ուժ, եռանդ տոկունություն, կրթության ոլորտի բարեփոխումներն ու նորամուծությունները պատվով կատարելու պատասխանատու գործում։ Շնորհակալ ենք ձեր համբերության, ուժի եւ նվիրումի համար։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի տոնի կապակցությամբ, որում ասված է. Մասնագիտական օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Աբովյան համայնքի ուսուցիչներին, որոնք մեծ ներդրում ունեն մեր համայնքի շնորհալի երիտասարդների կրթության, հաջողությունների եւ ձեռքբերումների հարցում։ Բարեխիղճ աշխատանքով, գիտելիքներ ու արժեհամակարգ փոխանցելով մեր ուսուցիչները մեծապես նպաստում են համայնքում սրտացավ բնակչության եւ արարող հասարակության ձևավորմանը։ Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ Աբովյանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին եւ մանկապարտեզների դաստիարակներին, որոնց համար աշխատանքային լավագույն պայմանների ապահովումը իմ անմիջական ուշադրության կենտրոնում է։ Կրթական արդյունավետ գործընթաց կազմակերպելու նպատակով հողակներում բարեփոխումները, շենքային եւ գույքային պայմանների բարելավումը շարունակական են լինելու։ Սիրելի ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ առողջություն, անսպառ էներգիա, ստեղծագործական հաջողություններ եւ վերելքներ մանկավարժական շնորհակալ աշխատանքում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինյին։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հավելելով, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը եւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առկա համատեղ ծրագրերի եւ հետագա համագործակցության հեռանկարները։ Նախարար Անդրեասյանը անդրադարձել է լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում կայացած համերգին, բարձր գնահատելով միջոցառման անցկացումը որպես մշակութային բացառիկ իրադարձություն։ Այս համատեքստում կողմերը անդրադարձել են տարեվերջին նախատեսվող Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր խորագրով միջոցառման ծրագրին, կարևորելով տարբեր ոլորտներում մշակութային կապերի ամրապնդումը։ Նախարարն իրազեկել է, որ այժմ նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվում մարզերում թանգարանային կյանքն ակտիվացնելու եւ այդպիսով այցելուների թիվն ավելացնելու ուղղությամբ։ Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդների միջև համաժողովների կազմակերպմանը, կարևորելով երիտասարդների շփման դաշտի ակտիվացումը։ Կողմերը քննարկել են գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները, նախանշելով ուսանողների, ասպիրանտների հետ գիտնականների հանդիպման հնարավորությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկու ստեկ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի համագործակցությամբ հոկտեմբերի 4-ին եւ 5-ին Ծաղկաձորում կազմակերպվել է երկօրյա քննարկում ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում թեմայով։ Միջոցառման նպատակն էր քննարկել ատելության խոսքի տարածման խնդիրները, մասնավորապես սոցիալական մեդիայի եւ սոցցանցերի միջոցով տարածվող ատելության դրսեւորումները, դրանց պատճառները, պայքարի միջազգային չափանիշները, ինչպես նաեւ անդրադառնալ առավել հաճախ թիրախավորվող խմբերին։ Մասնակցել են ազգային ժողովի падգամավորներ, դատական իշխանության, դատախազության, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Բացման խոսքում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված հետևողական աշխատանքի կարևորությունը, ընդգծելով, որ նման խոսքը ոչ միայն խաթարում է հասարակական համերաշխությունը, այլև վտանգում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաեւ մեդիայի դերը, ընդգծելով, որ տեղեկատվական միջավայրը պետք է ծառայի ոչ թե ատելության խոսքի տարածմանը, այլ իրավաչափ խոսքի առնչությամբ հանրային իրազեկման բարձրացմանն ու հասարակական համերաշխության ամրապնդմանը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են միջազգային փորձը, իրավական մոտեցումները, մեդիայի պատասխանատվության հարցերը։ Միջոցառման շրջանակում անցկացվել են նաև խմբային աշխատանքներ եւ պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները քննարկել են գործնական իրավիճակներ, փորձելով համատեղ մշակել արդյունավետ մեխանիզմներ ատելության խոսքի դեմ պայքարի եւ իրազեկման բարձրացման ուղղությամբ։
Այն քաղաքացիները, որոնք պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, ապա կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ։ Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված ԲԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա։ Նոր նախագիծը մշակել է Ազգային ժողովի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կառավարության հետ համատեղ։ Նախագծի վերաբերյալ մանրամասները հայտնել խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Գործող կարգավորման աշխատող Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը էլեկտրոնային ստորագրությամբ մուտք գործեն եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ եւ լրացնեն հայտարարագիրը։ Այժմ որոշակի փոփոխություններ են կատարում այդ տրամաբանության մեջ։ Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի ինքը որևէ այլ եկամուտ չունի եւ փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է անգամ մուտք չգործել այդ համակարգ եւ նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված ու հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել։ Այսինքն այս դեպքում չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի, ասել է Թունյանը։ Քանի որ հայտարարագրերը ՊԵԿ-ն ինքնաշխատ է լրացնելու, ավելացնում են ՊԵԿ-ի գործիքակազմը եւ ավելի շատ ինֆորմացիա ստանալու հնարավորություն տալիս։ Իսկ այն քաղաքացիների համար, որոնք ամեն դեպքում մուտք կգործեն համակարգ եւ կլրացնեն հայտարարագիրը, լրացուցիչ օգնական ֆունկցիա կլինի։ Այսինքն, եթե քաղաքացին իր համաձայնությունը համակարգում տա, ապա ՊԵԿ-ը կարող է տվյալ քաղաքացու ավանդներից ստացված եկամուտների տվյալները բանկից ստանալ եւ ինքնաշխատ լրացնել, ավելացրել է Թունյանը։ Քաղաքացիական պայմանագիրը մտադիր է նախագիծն ընդունել արտահերթ ռեժիմով, որն այն ընդունված կլինի մինչեւ նոյեմբերի 1-ը։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 3-ից 6-ին համաձայն որի բացահայտվել է 227 հանցագործություն, 5-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի ինքնակամ հանձնելու 3 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 82-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հոկտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչպես հայտնում է Շամշանքոմը, ժամը 10:50-ի սահմաններում Range Rover մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի հատվածում Չայնիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե Էլեկտրասյանը, կոտրել այն ու հայտնվել կանաչապատ տարածքում։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ շուրջ 20 օր առաջ Չխկո մականվամբ Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Արտակ Ն-ի եւ 30-ամյա Վրեժ Հ-ի միջև Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել կապված Արտակ Ն-ի կողմից Վրեժ Հ-ին հայհոյելու հետ, որի ընթացքում վերջինս ծեծի է ենթարկել Արտակ Ն-ին, փոխանցում է Շամշանքոմը։ Ըստ օպերատիվ տվյալների նշված դեպքից հետո Արտակն զանգահարել եւ հայհոյել է Վրեժ Հ-ին, ով իր ընկերներ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Արծրուն Մ-ի, 22-ամյա Հայկ Բ-ի հետ հանդիպել են Արտակին, ով գտնվել է իր կողմից շահագործող Range Rover մակնիշի ավտոմեքենայով եւ վերջիներս դարձյալ ծեծի են ենթարկել Արտակ Ն-ին, վնասելով նաեւ ավտոմեքենան։ Կոտայքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արտակ Ն-ին, Վրեժ Հ-ին, Արծրուն Մ-ին եւ Հայկ Բ-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժին։ Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել որակյալ եւ հասանելի դարձնելու նպատակով ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացը, այն դարձնելով առավել մատչելի եւ քաղաքացիակենտրոն։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարությունը բացի օրենսդրական ու գործնական դաշտի բարեփոխումներից ուշադրություն է դարձնում նաեւ աշխատակիցների հմտությունների ու գիտելիքների կատարելագործմանը։ Հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության աշխատակիցներն առաջին անգամ
վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Մասնագիտական գիտելիքների կատարելագործումը նպաստելու է ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու արդյունավետ լուծմանը։ Վերապատրաստման դասընթացները մեկնարկել են սեպտեմբերի 22-ից։ Երևանի, Կոտայքի, Լոռու, Արարատի եւ Արագածոտնի հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատակիցներն արդեն իսկ մասնակցել են վերապատրաստման երրորդյա դասընթացի, որին հետևել է ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն ու հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանը։ Վերապատրաստման ծրագիրը ներառում էր 3 հիմնական ուղղություն, որոնք միտված էին ամրապնդելու աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու զարգացնելու հմտությունները։ Առաջին հատվածը մաքուր իրավական գիտելիքների տրամադրում, խոսքը վերաբերում է ոլորտի վարչարարության հիմնահարցերին, մասնավոր իրավունքի հետ կապված հարցերին, երկրորդ հատվածը նեղ մասնագիտական վերապատրաստման ցիկլն է եւ երրորդ ներքին գործերի նախարարության հանրային ծառայություններ մատուցող հատվածի հաղորդակցության հմտությունների բարելավումն է։ Հաշվառման քննական ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հրաչիկ Ղազարյանի խոսքով վերապատրաստման հիմնական նպատակը գործառութային պարտականությունների վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների իմացության կատարելագործումն ու օրենքների, ենթաօրենսդրական ակտերի կատարման ժամանակ տարընթերցումների բացառումն է։ Նպատակներից մեկն էլ տարածքային ստորաբաժանումների կողմից իրենց ամենօրյա գործառութային պարտականությունների իրականացման ընթացքում միատեսակ վարչարության կիրառումն է։ Դասընթացի ընթացքում ծավալվել են նաև ակտիվ քննարկումներ։ Մասնակիցները ներկայացրել են հաշվառման քննական ստորաբաժանումներում կիրառվող ընթացակարգերն ու մեթոդները, բացահայտել առկա խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման ուղիներ։ Հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելուն միտված վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու, խթանելով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որոնցից 231-ը արտակարգ։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու, անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց։ Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 133, զոհվել 15 մարդ։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ։ Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 5 ընդդիմադիր գործչի հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը պետական հեղաշրջման եւ կառավարության տապալման կոչերի համար փոխանցում է Ռեանովստի գործակալությունը։ Մեղադրանք է առաջադրել Պաատ Բուրչուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին եւ Լաշա Բերիձեին։ Ճեպազրույցի ժամանակ ասել է դատախազության ներկայացուցիչ Դավիթ Գումբերիձեն։ Նրա խոսքով մեղադրանքները վերաբերում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանությանը տապալելու կոչերին, ինչպես նաեւ խմբակային բռնություն կազմակերպելուն, ղեկավարելուն եւ դրան մասնակցելուն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը ընդունել է վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականը նրա կաբինետի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց, ինչն ավելի շատ է երկիրը հասցրել քաղաքական փակուղու, հայտնում է AFP գործակալությունը։ Ինչպես փոխանցում է France 24-ը, ընդդիմադիր ազգային միավորում կուսակցությունը կոչ է արել Մակրոնին լուծարել ազգային ժողովը։ Անցյալ ամիս Մակրոնը այդ պաշտոնում նշանակել է նախկին պաշտպանության նախարար Լեկորնյուին, սակայն կիրակի ուշ երեկոյան նրա կողմից Լեկորնյուի հետ աշխատելու համար ներկայացված գործնականում անփոփոխ կաբինետը խիստ քննադատության է արժանացել քաղաքական ողջ սպեկտրի կողմից։ Լեկորնյուի առջև ծառացած էր բարդ խնդիր հաստատել հաջորդ տարվա համար կոշտ խնայողության բյուջեն երկու մասի բաժանված խորհրդարանում։ Լեկորնյուի երկու անմիջական նախորդները Ֆրանսուଆ Բայրուն եւ Միշել Բարնիեն հեռացվել էին պաշտոնից օրենսդիր պալատի կողմից ծախսերի ծրագրի շուրջ ծագած տարաձայնությունների հետևանքով։ Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ռեկորդային բարձր մակարդակի, ինչը ցույց են տվել անցյալ շաբաթվա պաշտոնական տվյալները։ Ֆրանսիայի պարտքի եւ հնայի հարաբերակցությունը Եվրամիությունում ներկայումս երրորդն է Հունաստանից եւ Իտալիայից հետո եւ գրեթե կրկնակի գերազանցում է Եվրամիության կանոններով թույլատրված 60%-ը։ Նախորդ կառավարությունները վերջին 3 տարեկան բյուջեները խորհրդարանում անցկացրել են առանց քվեարկության, մի մեթոդ, որը թույլատրվում է սահմանադրությամբ, բայց խստորեն քննադատվում է ընդդիմության կողմից։ Սակայն Լեկորնյուն անցյալ շաբաթ խոստացել է այնպես անել, որ օրենսդիրները կարողանան քվեարկել օրինագծի համար։ Ֆրանսիան
փակուղում է հայտնվել, երբ անցյալ տարվա կեսերին Մակրոնը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների վրա է դրել ողջ խաղադրույքը, հույս ունենալով ամրապնդել իր իշխանությունը։ Այս քայլը հակառակ արդյունքի է հանգեցրել Մակրոնի հետ բարեկամական դաշինքին խորհրդարանում թողնելով փոքրամասնության մեջ։ Երկու գիշեր անընդմեջ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։ Այս մասին գրառել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին, հոկտեմբերի 6-ից 7-ին, հոկտեմբերի 7-ից 8-ին, ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի երկրին ամենամոտ կետում եւ համապատասխանաբար երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են, ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով է մեծ ամենափոքրից, պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է։ Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին Երևանի ժամանակով ժամը 7:47-ին։ Սա նշանակում է, որ Հայաստանի տարածքի համար հոկտեմբերից 6-ի, 7-ի եւ հաջորդող հոկտեմբերի 7-ից 8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար լուսնի լուսավորության եւ բավական ցածր անպամացության պատճառով։ Միայն Լոռու եւ Տավուշի մարզերում հոկտեմբերի 6-ին անպամացությունը կարող է խանգարել վայելել այդ գերգեղեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար։ Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-ից 4 լիալուսին անընդմեջ։ Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերի 5-ին եւ դեկտեմբերի 4-ին, չնայած խոսքը ընդամենը 2-ից 3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին, գրել է Ազիզյանը։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփանցմին-Դալլարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, մարզերում հոկտեմբերի 7-ից 11-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, հոկտեմբերի 8-ից 10-ին առանձին շրջաներում սպասվում է քամուշ գնացում մինչև 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-ից 8-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 7-ից 11-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։